Ողջույն, ես Գայանե Ասլամազյանն եմ։ Ինչպես գիտեք, այստեղ մենք խոսում ենք հայապահպանության, ազգային արժեքների եւ իհարկե հայ մնալու մասին։ Ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մի իրադարձություն, որը տեղի է ունեցել դեռևս ապրիլի 10-ին, բայց չի ստացել արժանի արձագանք։ Շատ ցավում եմ, որ այդպես է, որովհետեւ հակառակ կողմը ամեն ինչ անում է, որպիսի ամեն հարթակից հնչի սուտը։ Նրանք տարածում են այն սուտը այնպիսի եռանդով, այնպիսի վառվռուն սրտով, խոսքերով, որ աշխարհը ուզի թե չուզի նրանց լսում է։ Եվ ցավոք սրտի մենք չենք տալիս նրանց պատասխան, արժանի պատասխան, մենք լռում ենք եւ մի տեսակ դարձել ենք շատ իներտ։ Այսպիսով ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դեռևս ապրիլի 10-ին Վատիկանում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում միջազգային գիտաժողով էր կազմակերպել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» խորագրով։ Եվ այս մասին ահազանգել է Արցախի մշակութային ժառանգություն մշտադիտարկում ծրագրի թիմը։ Այո, պետք է փաստենք, որ այդ գիտաժողովը ունեցել է գաղտնիություն։ Նրանք բնականաբար ամեն ինչ արել են գաղտնի, ինչպես եւ սովոր են ամեն ինչ անելու։ Եվ այդ գիտաժողովի մասին մասնագետները իմացել են ընդամենը 1 օր առաջ։ Այո, բայց իմանալուց հետո եւս այս իրադարձությունը չի ունեցել արժանի արձագանք։ Պետք է նշեմ, որ համալսարանի ներկայացուցիչները հերքել են իրենց մասնակցությունը այդ գիտաժողովի կազմակերպման մեջ, ասելով, որ իրենք ընդհանրապես ոչ մի կապ չունեն, եւ նաեւ դժվար է ասել, որ դա եղել է միջազգային կոնֆերանս, որովհետև մասնակիցների ահռելի մասը եղել են հենց իրենք ադրբեջանցիները։ Բնականաբար այնտեղ հնչել է հակահայկական ռետորաբանություն է եղել այնտեղ, այո, եւ բնականաբար հայերը ներկայացվել են որպես ագրեսորներ, որպես ազգ, որը գողանում է ուրիշների մշակույթը, մասնավորապես խոսվել է դադիվանքի մասին, եւ իհարկե կան մասնագետներ, ովքեր ասել են, որ դա ոչ միայն մշակութային ժառանգության խեղաթյուրում է, այլ նաեւ հայ ժողովրդի պատմական արմատները վերացնելու փորձ։ Դրա մասին ասել է Արմինե Տիգրանյանը։ Շնորհակալություն Տիկին Տիգրանյան, որ դուք անդրադարձել եք այս խնդրին, եւ բնականաբար պետք է նշեմ, ես ուղղակի չեմ կարող չասել։ Մենք այնքան իներտ ենք, որ եւս այս անգամ օտար ազգի գիտնականը ահազանգում է, ասում է պատասխանեք, մի բան արեք, եւ այդ կոչը արել է պրոֆեսոր Կարլ Կոպոլան։ Դուք հասկանում եք մենք ուր ենք հասել։ Տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ, ինչպես Լեմկինի ինստիտուտներ, որը ահազանգում էր, որ չի կարելի ցեղասպանությանը վերաբերվել այնպես, ինչպես Հայաստանի կառավարությունն է ներկայանում, հիմա իտալացի գիտնականներն են ահազանգում։ Սա պետք է մեզ համար լինի, չգիտեմ, կարմիր նշան, որ մենք գտնվում ենք շատ սխալ ճանապարհի վրա։ Մենք լռում ենք այն ժամանակ, երբ պետք է պայքարենք եւ խոսենք մեր արժեքների մասին, բայց դրա համար նախ եւ առաջ մենք պետք է գնահատենք այն ամենը, ինչ մենք ունենք։ Ներկայիս իշխանությունը բերում է ամեն ինչ դեպի այն, որ մենք արժեզրկում ենք բոլոր այն հիմքերը, որոնք կարևոր էին մեզ համար։ Արժեզրկվում է բացարձակ ամեն ինչ։ Ի պատասխան այս ամենի, այն մարդիկ, ովքեր գիտակից են, այն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն, ովքեր ունեն գիտելիքներ, ովքեր կարող են պայքարել մշակութային դաշտում, ես նկատի ունեմ պայքարել, մեր թշնամիների դեմ, մենք պետք է բոլորս միասնական ուժով պայքարենք, որովհետև սա եւս կարևոր պայքար է, որը մենք պարտվում ենք։ Պարտվում ենք միայն այն պատճառով, որ դարձել ենք շատ իներտ։ Այո, մեզ 7 տարի շարունակ կոտրում են։ Այո, մեր մեջ կոտրում են մեր
հայի արժեքները, այն, որ մեզ մշտապես մեր ողնաշարը պինդ է պահել, այո, մեզ փորձում են կոտրել, բայց մենք պետք է շարունակենք պայքարել։ Եվ դա պետք է արվի բոլոր հարթակներում, հատկապես գիտական աշխարհում։ Ես խնդրում եմ, եթե կան մասնագետներ, ովքեր այս պահին լսում են ինձ, ես ուզում եմ, որպեսզի դուք բարձրաձայնեք, թե ինչ վատ հետևանքների կարող է բերել մեր լռությունը։ Ինչ հետևանքներ են ունենում նման իրադարձությունները, գիտական ժողովները, ինչպես դա կարող է անդրադառնալ մեր պատմական իրականության վրա։ Ես խնդրում եմ, որպեսզի դուք կապ հաստատեք ինձ հետ եւ մենք զրույցի միջոցով նաեւ հասարակությանը հասցնենք կարեւորությունը այս ամենին մասնակցելու եւ եթե կարելի է հարգելիներս, ես շատ ուզում եմ, որպեսզի հենց մասնագետները, պատմաբանները, արվեստաբանները, գիտակ մարդիկ ներկայացնենք խնդիրը, որպեսզի հայ մարդը հասկանա, թե ինչու է կարևոր պահպանել մեր մշակույթը, ինչու է կարևոր պահպանել մեր մշակութային կոթողների պատմությունը, ինչու չի կարելի թույլ տալ, որպեսզի մեր պատմությունը արատավորեն, ինչու չի կարելի թույլ տալ, որպեսզի մոռացվի յուրաքանչյուր էջ եւ փաստ հայ ազգի պատմության։ Մենք պետք է անընդհատ դրա մասին խոսենք, մենք պետք է անընդհատ քարոզենք, մենք պետք է խոսենք բարձր արժեքների մասին, որովհետև բավարար է, արդեն իսկապես բավարար է լսել այն զրույցները, այն բառապաշարը, այն բառամթերքը, որը հնչում է բարձր ամբիոնից եւ այն թեմաները, որոնք կարևորվում են այս պահին։ Ոչ, կարևոր չէ դուք քանի րոպե կլվանաք ձեր ատամները եւ որքան ջուր կգնա այս պահի դրությամբ, այո, ջուրը պետք է պահպանել աշխարհի համար, բայց այս պահի դրությամբ մենք ունենք շատ ու շատ այլ խնդիրներ եւ այդ խնդիրները պետք է միասնական ուժով, գիտական, մասնագիտական ուժով կարողանանք պայքարել այս ամենի դեմ։ Հարգելի գիտնականներ, հարգելի պատմաբաններ, ես հրավիրում եմ բոլորիդ զրույցի։ Ես ուզում եմ, որպեսզի մենք պարբերաբար մեր հասարակությանը իրազեկենք, հիշեցնենք իրանց, թե ինչ իրականում հեքիաթային ազգ ենք մենք, ինչ լուսավոր, պայծառ, փայլուն գիտական մտքով, մշակութային խորը իմացությամբ պետք է սիրենք մեր ազգը։ Նորից պետք է մենք սկսենք մեզ սիրել։ Խնդրում եմ, յուրաքանչյուր իրադարձություն կարևոր է։ Եկեք միասնական ուժով հակահարված տանք։ Եկեք չլռենք։ Բավարար է, այլևս լռել չի կարելի։ Լռելով հաղթանակի չես հասնի։ Երբևէ, ինչպես նաև հարգանքի։ Պետք է խոսել, պետք է բացատրել, պետք է ներկայացնել, պետք է լուսաբանել։ Եկեք դա անենք միասին։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես Գայանե Ասլամազյանն եմ։ Այստեղ մենք խոսում ենք հայ մնալու, ազգային արժեքների եւ հայապահպանության մասին։ Եղեք ակտիվ, իհարկե գրանցվեք, մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի իրազեկ լինեք եւ յուրաքանչյուր նոր վիդեո կարողանաք տեսնել եւ եղեք ակտիվ, մասնակցեք, գրեք, զանգեք, կապ հաստատեք, զրուցեք։ Ինձ համար կարևոր չէ, որպեսզի դուք լինեք հայտնի մարդ։ Ինձ հետաքրքիր է հայ մարդը, հայը իր մտքերով, իր ցավով, իր պայքարով, իր դժվար, հեշտ եւ վառ կյանքով։ Ամենայն բարիք ձեզ, հայեր ջան։